Բարև ձեզ, շարունակում ենք Cisco Packet Tracer-ի լաբորատոր աշխատանքների շարքը։ Այս դասին մենք խոսենք վլանների մասին, հա։ Virtual Local Area Network, Layer 2 Connectivity մասին։ Բերեք վերցնենք ուրեմն switch, ահա այս switch-ը։ Նրան կպցնենք 4 հատ PC, control արեք սեղ մեկ PC-ի վրա, 1, 2, 3, 4, հա, սենց։ Այս վլանը բերենք ստեղ։ Սենց մի քիչ երկար կտևի, ես ցանցը նոր եմ կառուցում, սակայն սա դեմի լաբերի համար շատ լավ է, որպեսզի դուք ուրեմն հասկանաք նաև ցանցի կառուցման միացությունները եւ ոնց կարելի է կպցնել ցանցը իրար։ Բերեք IP հասցեներ տանք, ահա այստեղ տանք 10.10.10.1, հա, /24, սրանք տանք 10.10.10.3/24, Так, այստեղ մենք տանք 10.10.10.2/24 եւ 10.10.10.4/24։ Բերեք փոխենք նաև անունները, սա 4 տնենք, սա 3-ն է, սա 2-ն է, սա 1-ն է, հա։ Ոնց անենք, որ բոլոր ինտերֆեյսները ուրեմն մեր մոտ Երևան, так։ Okay, լավ, երևում են, հա, սենց։ Փորձենք այս ձև անել։ Բերենք ստեղ, այսը բերենք ստեղ։ Հիմա մենք այս համակարգիչներին տանք իրենց IP-ները, գալիս ենք desktop, գալիս ենք IP configuration, տալիս ենք 10.10.10.1, subnet mask-ը 255.255.255, հա, .0, ահա, առաջի PC-ին մենք տվեցինք, որ պահենք իր վրա կտեսնեք կոնֆիգուրացիան։ Գանք երկրորդ PC-ին, գանք desktop, գանք IP, այստեղ տանք 10.10.10.2, 255.255.0, փակենք, գանք այստեղ desktop IP configuration, IP հասցե 10.10.10.3, 255.255.0, ահա, գանք այս վերջինը մեծացնենք, desktop IP configuration, և սա կլինի 4-ը, փակենք սա, բերեք փորձենք հիմա ping անել այս համակարգիչներին, մեկ համակարգչից, գանք, չէ terminal, չէ command prompt, ping, հա, 10.10.10.2, տեսնում ենք այդ երկուսին կապը կա, ping-ը երկու կետերի միջև, ուրեմն կապը ստուգելու մեր մեխանիզմն է, տալիս ենք 4 և տեսնում ենք այստեղ նույնպես կապը կա, ահա ping-ը բոլոր ուրեմն սարքերին գնում է, հա, այս սարքից գնում է բոլորին, նշանակում է, որ բերեք փորձենք այս մի սարքից է, լավ, հա, մի քիչ կարող է երկար լինի, լավ է, բայց ուզում եմ, որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի, 10.1, ահա սրան ping-ը կա, Ctrl+C անենք, սրան ping-ը կա, Ctrl+C և 3-ին կա, այսինքն բոլոր սարքերի միջև, հա, կապը կա, բերենք մտնենք switch-ի մեջ, այսպես CLI, enable և show MAC address table, так, որ մենք տեսնում ենք, որ MAC հասցեները ուրեմն ստացել ենք բոլոր ինտերֆեյսներից, բացի սրանից, բերեք սրանից մի հատ ping անենք, ping 10.10.10.1, ահա, հիմա MAC հասցեն, սենց նորից անենք, և տեսնում ենք, որ այս ինտերֆեյսների վրա, ուրեմն պորտերի վրա այս MAC հասցեները ստանում ենք, մենք սա PC-ների MAC հասցեներն են, և ստանում ենք վլան մեկի վրա, վլան մեկը Cisco-ների switch-ների by default վլանն է, հա, native վլան նաև կա, նրան կոչվում է նաև native վլան, դա նշանակում է, որ ցանկացած սարք միացնելով switch-ին, նրանք default-ով ընկնում են վլան մեկի վրա, layer 2 մակարդակում, հիմա կոպիտ ասած, այս ամբողջը վլան մեկի մեջ է, քանի որ նրանք նույն ցանցից IP-ներ ունեն և layer 2-ում գտնվում են նույն դոմեյնի մեջ, ուստի նրանք կարողանում են փոխազդել միմյանց հետ, by default-ով Cisco-ի բոլոր պորտերը գտնվում են վլան մեկում,
Ըհը։ Սա այսպես։ Հիմա բերեք փոխենք այստեղի IP-ները, տանք ուրիշ ցանցից, ասենց ասած IP 20, այստեղ նաև 20, ասենց, բերեք նաև փոխենք նրանց իրական արժեքները, այստեղ տանք 20, այստեղ տանք 20, Հիմա այս երկու համակարգիչները գտնվում են նույն ցանցում, այս երկու համակարգիչները գտնվում են նույն ցանցում, սակայն նրանք գտնվում են մեկ վլանի մեջ։ Ուրեմն այստեղից մենք ունենանք կապը այստեղ, այսինքն PC3-ից ունենանք սա որ PC-ներ, PC2, PC4-ից մենք ունենանք PC1, սակայն PC2-ից PC4 եւ PC2-ից PC1 մենք չենք ունենա եւ այս համակարգիչ չենք ունենա կապ այստեղ ու այստեղ։ Բերեք փորձենք։ Ուրեմն սա 4-ին մենք կապ ունենք, քանի որ գտնվում են նույն վլանում եւ նույն ցանցում։ Սրա այդ կապ, ուրեմն կներեք, սա չէ, այսպես։ Սրա այդ կապ չունենք, քանի որ գտնվում են նույն վլանում, բայց չեն գտնվում նույն ցանցում, եւ սրա այդ նույնպես կապ չունենք, քանի որ գտնվում են նույն վլանում, բայց չեն գտնվում նույն ցանցում։ Ուստի մեզ պետք է սրանց գցել մեկ վլանի մեջ եւ սրանց գտնել մեկ ուրիշ վլանի մեջ, քանի որ այս ցանցը պետք է իզոլացնել այս ցանցից, սակայն նրանք layer 2-ում հնարավոր է որ ինչ որ ձև կարողանան փոխանցել ինչ որ ծրագրերի միջոցով, հա, hacker-ը կարող է կպնել այստեղից, նա պետք է օրինակ доступ չունենա այստեղ, բայց քանի որ layer 2-ում հնարավոր է նրանց կապը գտնվում է նույն վլանի մեջ, կարող են նրանք փոխանցել։ Որպեսզի մենք layer 2-ում իզոլացնենք նրանց, գալիս ենք switch, գալիս ենք configure terminal, բերեք սրանց ուրեմն գցենք տակ fill color անենք ու ընտրենք սա, հա։ Այսպես։ Սա տանք սրան վլան, ասենք 2, գանք այստեղ, որ ինտերֆեյսներն են fast ethernet 02 եւ 03, interface fast ethernet 02, switchboard mode access, միշտ հիշեք end device-ները, այսինքն վերջնական device-ները, դրանք access port-եր են, կա access եւ կա trunk port-եր, access port-ը դա պատկանում է մեկ վլանը պատկանում access port-ին, trunk-ում անցնում են բազմաթիվ վլաններ, մենք դա կհասկանանք շուտով։ Switchboard access վլան 2, ահա, քանի որ վլան 2-ը չկար, այն ուրեմն ստեղծվեց, մենք կարող ենք նաև այսպես անել, վլան 2, տանք նրան անուն խոսքի sales, հա, ու նոր գանք այս ինտերֆեյսին մենք կցենք։ Հիմա կցում ենք նաև այս ինտերֆեյսին, interface fast ethernet 03, switchboard mode access, switchboard access վլան 2։ Տեսեք, այստեղ ուրեմն չգրեց creating, քանի որ այն արդեն ստեղծվել էր այստեղ, բայց եթե այստեղ է ստեղծված չլիներ, մենք այստեղ ստեղծել ենք, նա այստեղ չէր գրի։ Տալիս ենք end։ Հիմա տալիս ենք show running config։ Քանի որ fast ethernet 01 ու 04-ը գտնվում են default վլանում 01 ու 04-ը, հա, նրանց վրա կարիք չկա կոնֆիգուրացիա անել վլան 1-ը, նրանք by default գտնվում են այդ վլանում, այդ ինտերֆեյսը։ Դա նաև կոչվում է ուրեմն native վլան։ Native վլանը ինչ է։ Քանի որ այս ինտերֆեյսները պատկանում են վլան 2-ին, երբ որ օրինակ frame-ը գալիս է ստեղ, switch-ը նրան tag է անում, այսինքն նշում է, որ այդ frame-ը իր գրած նամակը պատկանում է վլան 2-ին, կոպիտ ասած նամակը դնում է ծրարի մեջ, ծրարի վրա գրում է վլան 2-ի, որպեսզի switch-ը ճանաչի, թե որ վլանին է այն պատկանում, նույնն այս նամակին։ Իսկ native վլանը, եթե օրինակ սրա վրա գալիս է frame, այն քանի որ վլան 1-ի տակ է, tag չի լինում, կոպիտ ասած այն նամակները, որոնք չեն դրվում ծրար, ինչ որ ծրարի մեջ, նրանք պատկանում են ինչ որ սենց շաբլոնային ծրարի, հա, որը կոչվում է վլան 1, նամակները դրվում են դրա մեջ։ Սակայն մենք պետք է բերեք նրանց պորտերը ուրեմն կոնֆիգուրացնենք, այսպես անենք enable conf t interface fast ethernet 01 switchboard mode access, այսպես անենք, մյուս ինտերֆեյսը fast ethernet
04-ն է, այս ինտերֆեյսի կոնֆիգուրացիայի տակից մենք կարող ենք եթալ fast Ethernet 04-ի տակ switchport mode access։ Տալիս ենք կենտ, մի հատ է տալիս ենք show running config, տեսնում եք interface fast Ethernet 01.04-ը switchport mode access է, բայց նրանց վրա VLAN չկա կոնֆիգուրացված, բայց նրանք հանգիստ կարողանում են իրար այդ ping-ով աշխատել։ Բերեք փորձենք։ Так, 10.4։ Տեսնում եք, որ ping-ը կա։ Քանի որ այստեղ որևէ VLAN չկա, հետևաբար նրանց բոլոր նամակները այստեղ իրար հետ փոխազդում են։ Կոպիտ ասած, նրանք պատկանում են VLAN 1-ին։ Ուրեմն մենք իզոլացիա ունեցանք layer 2 մակարդակում այստեղ եւ layer 2 մակարդակում այստեղ։ Իրականում սա security best practice չի թողել end user-ները VLAN 1-ում։ VLAN 1-ը մենք պետք է փոխենք։ Խորհուրդ չի տրվում որևէ end user-ներին թողել ինչ որ VLAN-ի մեջ։ Բերեք դրա համար config terminal կա։ Բերեք կարգավորենք ինչ որ 10-րդ VLAN, տանք name engineering, exit տանք interface fast Ethernet 01 switchport mode access switchport access VLAN 10 exit interface так fast Ethernet 04 հա 04 switchport mode access switchport access VLAN 10 Բերեք սա էլ ուրեմն սենց անենք, հա, okay, և սա գտնվում է ուրեմն որ VLAN-ի մեջ, կներեք, սա սենց, մի հատ հետ գնանք, որից անենք, սա գտնվում է, այսպես անենք, VLAN 10-ի մեջ, ուրեմն այս կոնֆիգուրացիան մենք արեցինք, այս համակարգիչները գտնվում են մի VLAN-ի մեջ և մի ցանցի մեջ, նրանք փոխազդում են իրար հետ, եթե ցանցը փոխեք, նրանք layer 3-ում կկորցնեն իրենց միջև կապը։ Պետք է մեկ VLAN, մեկ subnet լինի, դա հիշեք, հա, ամեն մի VLAN պետք է նույն subnet-ից, ուրեմն IP-ներ տակ տվյալ VLAN-ի մեջ գտնվող մեր PC-ներին։ Սա բերեք, ուրեմն գրենք switch 1, քանի որ մեզ պետք է գալու հաջորդ դասին։ Բերեք այստեղ exit տանք, hostname-ը տանք switch 1, end տանք copy running config, startup config, ահա սենց, նաև save ենք անում, սա, գրում ենք օրինակ lab 4, մեզ սա պետք է գալու մյուս դասին, քանի որ մյուս դասին մենք սովորել ենք, թե ինչ է trunk interface-ը։ Trunk interface-ը դա մի ինտերֆեյս է, որը թույլ է տալի իր միջով անցկացնել մի քանի VLAN-ներ, հա, access interface-ով դուք չեք կարող անցկացնել մի քանի VLAN-ներ, access interface-ը դա պատկանում է մեկ VLAN-ի, այստեղից նամակը օրինակ եկավ, VLAN 10-ին դրվում է մի ծրարի մեջ, որի վրա գրած է օրինակ VLAN 10, ենթադրենք, Երևան քաղաքի բոլոր նամակները պատկանում են Երևան քաղաքին, Մոսկվա քաղաքի բոլոր նամակները պատկանում են Մոսկվային այստեղից, և այստեղից բոլոր նամակները պատկանում են VLAN 10-ին, որպեսզի մենք switch-ների միջոցով այստեղից հնարավոր լինի համ նույն ինտերֆեյսով անցկացնել VLAN 2-ն ու VLAN 10-ը, մենք պետք է ստեղծենք trunk interface, սակայն դա կլինի ուրեմն հաջորդ դասին, սա save ենք անում, ես այս ուրեմն ֆայլը, սրա կոնֆիգուրացիան և այս սխեման կկցեմ նաև դասի հետ, այսքան այս դասի համար։